Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Փաշինյանի թիկնապահները փակել են կացարանի հրդեհից զոհվածի պապիկի բերանն ու հեռացրել նոր միջադեպ իշխող ուժի քարոզարշավի ընթացքում։ Անհետաձգելի հանդիպման պահանջ Հայաստան դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին։ Նոր որոշում Սոնա Մնացականյանին վրա երթի ենթարկած ոստիկանության մայորի պատժի վերաբերյալ, ինչ վճիռ է կայացրել վերաքննիչ դատարանը։ Քաղաքական նոր քարտեզներ Հայաստանի տարածքի հաշվին, ըստ Ադրբեջանի, Բաքուն վերադառնալու ծրագիր է մշակում։ Պուտինի այցը Չինաստան, երբ է Ռուսաստանի Դաշնության նախագահը մեկնելու Պեկին։ Լեզվակռիվ, քաշքշուկ ու վեճ։ Սրանք դարձել են քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի անբաժանելի մասը։ Երեկ Փաշինյանը վիճում էր անհետ կորածի քրոջ հետ։ Այսօր կոչ է արել անտեսել Ազատի կացարանում զոհվածի պապիկին, որը պատասխան էր պահանջում հրդեհի դեպքի համար։ Փաշինյանը չի հավատում, որ կան մարդիկ, որոնք դեմ են իրեն ու կարծում է, թե այրված զինվորի պապիկին փող են տվել, որ գա։ Նա ոստիկաններին հրահանգել է հավաքի վայրից հեռացնել տարեց մարդուն։ Փաշինյանի թիկնապահները փակել են զոհվածի պապիկի բերանն ու հեռացրել։ Նիկոլ վարչապետ Ես քո տերորիստ չէ։ Տերորիստ եմ ես։ Չէ, արի։ Հովետից եմ։ Ամեն բանեցի։ Արիկ ջան, ձեզուր են տանում։ Տեսավորված է։ Ձեզուր են տանում։ Չգիտեմ ուր է տանում։ Ով եք դուք տղեկ։ Ինչի եք տանում։ Ես իմ պահանջն եմ տնում։ Ինչ եք Իմ երեխու տարեց վառեց ազատ յուղում։ Ախպեր ես իմ երեխու 10 տարի պահեցի, ճամպեցի պալակ ծառայելու, 25 օր էր մնացել, որ տուն կար։ Ինքը վառեց, թե իրը բախտիկ վառեցի, ազատ յուղում զինվորական կացարանում։ Երեկ էլ Արաբկիրում քաղաքացիական պայմանագրի քարոզարշավի ընթացքում միջադեպեր էին տեղի ունենում գրեթե կես ժամը մեկ։ Փաշինյանի մոտեցել էր անհետ կորած սպա Հրանտ Պապիկյանի քույրը, մեղադրելով նրան հայրենիքը գողանալու համար, ինչից էլ Փաշինյանը հունից դուրս էր եկել։ Ինչպես սկսվեց վիճաբանությունը, ինչ արձագանքներ կան ռեպորտաժում։ Բարկացել է Փաշինյանը, երբ քաղաքացին նրան մեղադրել է պատերազմում պարտության և իր ուրախությունը գողանալու համար։ Փաշինյանը, Երևանի քաղաքապետն ու առողջապահության նախարարը սկսել են վիճել կնոջ հետ։ Են Ղարաբաղի ակցենտով մի րոպե, են Ղարաբաղի ակցենտով, լսեք, ես Ղարաբաղի ակցենտով, որ մասկետով, մի րոպե լսեք, սպասեք, Ղարաբաղի ակցենտով, մի րոպե սպասեք, Շատ լավ ես ճանաչում, մի րոպե, ասում եմ, ռոբիտ կզացնելու եմ, շոքացնելու եմ, սատկացնելու եմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքականությանը դեմ արտահայտված կնոջ վրա գոռում, ապա ձեռքերից քաշքշում են։ Իրենց քաղաքականության դեմ կարծիք արտահայտած քաղաքացին ըստ իրենց կամ Հայաստանի երկրորդ կամ երրորդ նախագահների աջակիցներն են։ Եթե այս երկուսից որևէ մեկի աջակիցը չէ, ապա հաստատ Սամվել Կարապետյանի աջակիցն է։ Մինչդեռ ԿՊ-ից դժգոհող այս կինն ընդամենը բժիշկ է, որի եղբայրն անհետ կորել է 2020 թվականի հոկտեմբերի 6-ից։ Ես չէի կարող հանդուրժել, որ թուրքը գա իմ շենքի դեմը, իմ տարածքներ բղծի եւ ես չարտահայտվեմ։ Ձեր եղբայրը 44-օրյա պատերազմում է անհետ կորել։ Ես անկեղծ ասած, այո, իմ եղբայրս 44-օրյա պատերազմի բռնի անհետացած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանն է, բայց հավատացեք, իմ առաջին հոգու պորտքումը դա իմ հայրենիքի կորուստն է։ Դուք գողացել եք իմ հայրենիքը։ Այս նախադասությունն է առաջինը հնչեցրել Արփինե Սողոյանը, ինչն էլ ստիպել է Փաշինյանին հունից դուրս գալ։
Միջադեպը մեծ արձագանք ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է, ինքը ոչ մի կնոջ չի թիրախավորել։ Նրանք, ովքեր գալիս են այստեղ Ղարաբաղի ակցենտով սպառնալիքներ են ձևակերպում, դրանք բոլորը փախածներ են, ճողոպրածներ, վախկոտ ստահակներ են դրանք բոլորը, վախկոտ ստահակներ։ Ինչ պագոն ուզում ունենան վրեն, այդ վախկոտ ստահակներից մի մասը մի դատվում է, ու նրանք է պետք է դատվեն նստեն։ Ու այն դատական մաֆիաները, որ նրանց անընդհատ ազատ են արձակում, այդ որ բարձունքներ են տվել, այդ որ դիրքեր են տվել, որ ինձ մեղադրեն, որ իշխանապողություն անեն, գլուխները պատեն։ Բուրըն քննարկումներից հետո լրատվամիջոցները սկսեցին գրել, որ թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը, որտեղ աշխատում է Արփինե Սողոյանը, հրահանգ է ստացել հեռացնել աշխատանքից վերջինիս։ Ինքը տնօրենը հերքում է։ Հրահանգ չի ստացել, բայց գրավոր նկատողություն Սողոյանն անպայման ստանալու է։ Նմանատիպ հրահանգ չկա, նմանատիպ դեպքերը բոլորը դրվում արում են քննարկման, պլանջումից գործող կարգի բացատրագիր եւ ըստ այդմ էլ մենք առաջնորդում ենք աշխատանքային նորից գրքով։ Այսինքն մեկ այլ միացած դեպքում մեկ այլ մեկնարկած հրահանգ են տալի, չկա դες բան։ Ես ընդհանրապես բացառում եմ աշխատանքից անունը բացակայությունները, այո ինքը բացակայել աշխատանքից, ես արդեն նշել եմ, ժամանակից ինքը բացակայել աշխատանքից, ինքը ունեցել է ուրեմն շահառու այդ բանին, որը պետք է լինի, որ այսինքն դա ծնդատուն է եւ ինքն պատասխանատու անձ է։ Այսինքն բացառում եմ եւ կարծում եմ շատ սխալ է ժամանակից բացակայել աշխատանքից։ Ըստ բժշկական կենտրոնի տնօրենի Սողոյանին նկատողություն են տվել աշխատանքից ուշանալու համար, նա հրաժարվել է բացատրություն տալ եւ ընդունել է, որ 1.5 ժամ ուշացել է։ Սակայն միայն այս դրվագով չի սահմանափակվել ՔՊ-ն։ Արաբկիրում քարոզարշավի ժամանակ քաղաքացիներն անդադար մոտենում ու իրենց դժգոհությունն էին արտահայտում։ Քննադատություն լսելիս էլ Փաշինյանը բորբոքվում էր, բղավում, սպառնում ու նորից վերադառնում այսպես կոչված նախկիններին պատժելու խոսույթին։ Սեդամակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Նախընտրական լարվածությունը Հայաստանում շարունակում է թեժանալ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի հետ այսօր խուզարկություններ են արել Երևանի մոտ 15 հասցեներում։ Թե ինչ քրեական գործի շրջանակում են իրականացնում գործողությունները, դեռևս պարզ չէ։ Իրավապահների ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ նաև Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպերը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Նորաշեն եւ Մեծավան համայնքներում քարոզարշավի ընթացքում արձանագրված բախումների գործի վերաբերյալ ձերբակալված բոլոր 10 անձանց նկատմամբ խափանման միջոց են ընտրել։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ Տաշիրում Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել էին Նիկոլ Փաշինյանի աջակիցների ճանապարհը։ Դրանից հետո 10 մարդու ձերբակալել են քարոզչությանը խոչընդոտելու կասկածանքով։ Նրանցից 6-ին կալանավորել են, մեկը տնային կալանքի տակ է, իսկ 3 անձի գործի վերաբերյալ դատական նիստ դեռ չի եղել։ Հայաստան դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին, ըստ հայտարարության իշխող ուժի, մերժող եւ թափառնող հանրային դրսեւորումներին զուգահեռ փորձում են լրացնել քաղաքական ընդդիմախոսներին, չեզոքացնել քաղաքացիների խոսքի ազատությունը, ճնշել ազատ կամ արտահայտումը, երկրում խորացնել վախի մթնոլորտն ու ներազգային թշնամանքը։ Դաշինքը Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին եւ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններից ակնկալում է համարժեք վերաբերմունք եւ գնահատական։ Խորացող ավտորիտար ռեժիմի որդեգրած հակասահմանադրական եւ քրյորեն հետապնդելի վարքն ու գործիքակազմն անհնար են դարձնում ընտրության ազատությունն ու մրցակցայնությունը։ Վարչախումբը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ընդդիմադիր ուժերի եւ այլախոհների նկատմամբ ուժի եւ վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրության։ Ակնկալում ենք անհետաձգելի հանդիպում, առավել հանգամանալից քննարկելու, ներկայացնելու եւ գնահատելու իշխանության որդեգրած հակասահմանադրական ընթացքը։ ՀԱԵԿ ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն էլ դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, պահանջելով պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակում վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, անթակույց բռնության կոչեր հնչեցրել եւ սպառնացել քաղաքական մրցակիցներին։ Քարոզարշավի միջադեպերի ֆոնին հնչում են նաև վտանգավոր հայտարարություններ։
Հայաստանի սահմանների, անկլավների եւ սահմանազատման ու սահմանագծման թեման վերջին տարիներին դարձել է ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական ամենազգայուն հարցերից մեկը։ Յուրաքանչյուր հայտարարություն, յուրաքանչյուր ձևակերպում անմիջապես վերածվում է բուռն քննարկման, հատկապես այն պայմանում, երբ հասարակության մի հատված դեռ 2020-ից հետո տեղի ունեցած տարածքային կորուստների ֆոնին ապրում է անվստահության ու անորոշության զգացումով։ Քարոզարշավի ընթացքում այս թեման նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում Փաշինյանի հայտարարություններից հետո։ Ընդդիմությունն ու փորձագիտական դաշտը դիտարկում են ոչ թե պարզապես քաղաքական խոսք, այլ հնարավոր ապագա գործընթացների նախապատրաստում։ Իսկ իշխանությունն իր հերթին շարունակում է պնդել խոսքը սահմանների ճշգրտման եւ խաղաղության օրակարգի մասին է։ Թեմայի փակագծերը փորձագետների հետ բացել է Անիա Բաղյանը։ Քարոզարշավի ժամանակ Փաշինյանին հաճախ տրվող հարցերից է։ Քաղաքացիները հետաքրքրվում են, ինչ տարածքներ է նորից հանձնելու նա։ Հիմա ում եք որ մացերն եք հանձնելու։ Իսկ դա հետաքրքիր որ չգիտեմ տեղ մնամ նորից։ Մի քանի խուսափողական, շեղող պատասխաններից հետո վարչապետն ասաց. Ուղղակի իմանանք, էլի որտեղ ենք։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Բարխուդարլի, Խելեմլի Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում գտնվող բնակավայրերի անուններն ադրբեջաներենով նշում ու հստակ ասում է. դրանք են հանձնելու, ընդգծում են զրուցակիցներս։ Իսկ ինչ տարածքների մասին է խոսում Փաշինյանը։ Մեր բոլոր հայրենակիցները, ովքեր այդ հատվածով եղել են, Իջևանից դեպի Բերդ գնացող այդ կայան կոչված հատվածում Մայրուղու Հայաստանի հյուսիս-արևելքը իրար կապող խոշոր շրջանների հենց ճանապարհի Մայրուղու երկու կողքերում իբր եղել են բնակավայրեր։ Այստեղ մեր հայրենակցին նախ շնորհակալություն, որտեղ տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք երկու բան։ Եթե այդքան բանա համարցակա, այդքան այդ իր լաչառության մեջ, ասում ենք երկու բան, Հայաստանի տարածքից պատրաստում Ադրբեջանին զիջումի գնալ եւ երբ Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը հետ քաշվելու։ Վերջապես մեր հայրենակցի հարցադրմանը ընդունեց, որ այո, պատրաստվում են իր վերարտադրման ժամանակ շարունակելու են Հայաստանից կտոր Ադրբեջանին հանձնել։ Փաշինյանի խոսքով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետևանքով են Ադրբեջանին հանձնելու իր նշած 3 տարածքները։ Չէ, դա սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետեւ եթե Արտվաշենը հետա գալիս ամբողջությամբ, չի կարա չգա։ Չի կարա, կարա լինի համաձայն։ Ստացվում ենք մի օկուպանտ ենք, պարոն Փաշինյան, որ Ադրբեջանի տարածքները Լսեք, հիմա այդ բաները, այդ տերմինները այլևս անցյալում են։ 2020 թվականից հետո Ադրբեջանը Հայաստանի մի շարք մարզերից տարածքներ է օկուպացրել եւ գործող իշխանությունն ադրբեջանցիներից չի պահանջում դուրս գալ Հայաստանի սուվերեն տարածքից, նշում է падգամավոր Տիգրան Աբրահամյանն ու թվարկում Հայաստանի սուվերեն տարածքի, որ հատվածում են ադրբեջանցիները։ 44-օրյա պատերազմից հետո 21-22-23 թվականներին ադրբեջանական ներխուժումների հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի օկուպացված տարբեր բնակավայրերի հատվածների մասին։ Ներքին հանդից սկսած Տերգյուղով, Արավուսով, Սևլիչ, Իշխանասար, Ջերմուկի հատվածը, Կութականի հատվածը, Վարդենիսի հատվածը, այսինքն այդ տարածքները այնքան մեծ են, որ այս պարագայում կարելի է երկար թվարկել։ Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը զգուշացնում է. գործին եփելու պարզ ու տարածված քաղաքականությամբ է առաջնորդվում Փաշինյանը։ Խունտայի անդամները խոստովանեցին, որ հանձնում են եւս 3 անկլավ եւ Տիգրանաշենը։ Սյունիքը կկտրվի Հայաստանից, այնտեղ կվերադառնան ադրբեջանցիները եւ այն նույնպես կկլանվի Ադրբեջանի կողմից։ Շարունակեք լռել, նստեք տանը կամ սրտիկներ անել ու լաց լինել ձեր կուլտի առաջնորդի տեսնելիս։ Զրուցակիցներս անդրադառնալով առաջիկա ընտրություններին նշում են, ոչ թե սովորական ընտրություն է, այլ ընտրություն է Հայաստանի ապագայի մասին։ Նորից Հայաստանից կտոր զիջելու են ու շարունակելու են այդ զիջման գործընթացը, թե Հայաստանը արժանապատիվ ուղի է ձեռք բերելու։ Եթե Հայաստանը սահմանազատման ու սահմանագծման անվան տակ նոր տարածքներ կորցնի, հետևանքներն անդառնալի են լինելու, ասում է Տիգրան Աբրահամյանը։ Իշխանությունը հայտարարել է 8 գյուղերի հանձնման մասին, որի մեջ է եղել Տիգրանաշենը, որի մեջ են եղել Տավուշի մարզի 3
գյուղերը, որոնք կիսատ-պռատ նաև Փաշինյաններն են հնչեցնում, եւ յուրաքանչյուրը իր մասով խոշոր ենթակառուցվածքային եւ անվտանգային խնդիրներ է բերելու մեր քաղաքացիների համար, որտեղ այդտեղ ճանապարհները անցնում են մարզային, անցնում են միջպետական տարբեր հատվածներով։ Հողի հանձնումը որևէ ձևով չի փոխհատուցվում, նշում է Աբրահամյանը։ Հողի կորուստը չի փոխհատուցվում ոչ այլընտրանքային ճանապարհ կառուցելով, ոչ թոշակով, ոչ էլ օրինակ առողջության համընդհանուր ապահովագրությամբ։ Անիա Բաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Զուգահեռ տարածաշրջանում շարունակում են ձևավորվել միմյանց հակասող քաղաքական պատկերացումներ։ Եթե Երևանը փորձում է միջազգային հարթակներում խոսել խաղաղ համակեցության եւ սահմանների փոխադարձ ճանաչման մասին, ապա Ադրբեջանում ավելի հաճախ են շրջանառվում Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմաքաղաքական պահանջներ։ Նախիջևանում նախատեսված հերթական համաժողովը հենց այդ գործընթացի շարունակությունն է։ Այն ցույց է տալիս, որ Բաքուն փորձում է իր օրակարգը պահել ոչ միայն դիվանագիտական բանակցությունների, այլև գաղափարական ու հանրային դաշտում ձևավորելով երկարաժամկետ քաղաքական հիմքեր տարածաշրջանի ապագայի սեփական պատկերացման համար։ Մանրամասները ռեպորտաժում։ Սյունիքի սահմաններից ուղիղ գծով մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ ադրբեջանական պետական կառույցների հովանու ներքո օրեր անց կանցկացվի վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն կոնգրեսը։ Նախիջևանի Օրդուբադում նախատեսված միջոցառման անվան տակ Բաքուն մանրամասն մշակելու է իրենց բնորոշմամբ վերադարձի ծրագիր թիրախավորելով Հայաստանի Հանրապետության տարածքը Երևանից մինչև Սյունիք, Գեղարքունիքից Վայոց ձոր ու այլ բնակավայրեր։ Սա ժողովրդագրական էքսպանսիայի ձև է, այսինքն իրենք փորձելու են X թվով ադրբեջանցիներ թվի վրա եկեք չշեշ տվենք, հասնել նրան, որ վերադարձի իրավունք ստանան, սա կնշանակի այդ ժողովրդագրական էքսպանսիայի ճանապարհով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենք սահմանից տեղափոխում են Հայաստանի ներս։ Իսկ նույն ժամանակ Հայաստանի գործող իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է իր այցերը հենց այդ նույն մարզեր, շփվելով բնակչության հետ, խոսելով խաղաղության սահմանների անխախտելիության ու տարածաշրջանում նոր էջ բացելու մասին։ Ցավոք սրտի Ադրբեջանը ցույց է տվել եւ Հայաստանի իշխանությունները ընդունել են, որ այդ հարաբերությունները հավասար հարաբերություններ չեն, որ կամ մի կողմի պարտադրանք եւ մեր կողմից կամ դիմադրությունը պարտադրանքին կամ լավագույն դեպքում դիմադրություն կամ ընդունում այդ պարտադրանքը։ Հունիսի 18-ից 19 Նախիջևանում անցկացվելիք միջոցառումը ներկայացվածության տեսանկյունից բավականին բարձր մակարդակով է կազմակերպված։ Կազմակերպիչների շարքում են Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչությունը Նախիջևանում, Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը, նաեւ Արևմտյան Ադրբեջան համայնքը։ Ադրբեջանը, եթե նախկինում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեզը դարձել էր պաշտոնական քաղաքականության մաս, ապա այժմ որոշակիորեն այն դարձել է պետական քաղաքականությունը զուգահեռ քաղաքականություն, որը վարվում է ոչ պետական, բնականաբար պետական կառույցների օժանդակությամբ, բայց ոչ պետական կառույցների կողմից։ Սա ի դեպ 3-րդ կոնգրեսն է։ Փաստը ինքնին վկայում է, որ տեղի ունեցողը ժամանակավոր ակցիա կամ ինքնաբուխ հասարակական շարժում չէ, այլ ֆինանսավորվող ծրագրային ինստիտուցիոնալ քաղաքականություն։ Դա իրանց պետական ռազմավարական ծրագիր է։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը հերքեն դա, նույնիսկ օգոստոսի 8-ի այդ փաստաթղթի ստորագրումից հետո 2022 թվականի հոկտեմբերին, երբ որ Ալևը իրենց ակադեմիայում հանդիպում էր ունեցել, այս ծրագրի մասին շատ հանգամանալից խոսել է։ Ոչ միայն սա պետական ծրագիր է, ՀԿԿ, այդ ՀԿ աշխատակազմից ֆինանսավորումը, փորձում են նաև միջազգային կառույցներում լեգիտիմացնել այս խոսույթը։ Այս ֆոնին ձևավորվում է քաղաքական հակադրություն երկու զուգահեռ խոսույթների միջև։ Մի կողմից Երևանից հնչող խաղաղության օրակարգը, մյուս կողմից Բաքվի պետական մակարդակով զարգացող պատմաքաղաքական վերաիմաստավորումները։ Ամբողջ խնդիրն է, որ խաղաղության ռեժիմ գոյություն չունի։ Խաղաղության ռեժիմը ենթադրվում է ստորագրված պայմանագիր։ Ունենք մենք ստորագրված պայմանագիր, իհարկե չունենք։ Նախաստորագրված
փաստաթուղթը որևէ իմպերատիվ չունի։ Խաղաղության ռեժիմը ենթադրում է, որ գերիներ կամ ռազմագերիներ չեն լինում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթներում բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի ցանկացած իշխանություն անկախ քաղաքական կազմից պետք է ընդունի այն, ինչ Բաքուն անվանում է նոր իրողություններ տարածաշրջանում։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ Ալիևն արդեն պատրաստվում է տոնել հաղթանակը, եթե Հայաստանը կրկին ընտրի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ըստ քաղաքագետի Փաշինյանի վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի։ Նրա դիտարկմամբ թույլ արտաքին շահառուներից կախված եւ ներքին խոսերի լեգիտիմություն ունեցող իշխանությունը Ադրբեջանի լավագույն դաշնակիցն է։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել 4 տարի առաջ 28-ամյա հղի կնոջ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը։ Ազատություն ռադիոկայանը գրել է, որ 2025-ին Արամ Նավասարդյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Վարչապետի Շարասյան ուղեկցող մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործի վերաբերյալ երկու կողմերն էլ բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի վճիռը։ Սոնա Մնացականյանի ընտանիքը պահանջում է, որ վարորդ Արամ Նավասարդյանը ոչ թե 1 տարի 6 ամսով ազատազրկվի, այլ 4 տարով։ Փաշինյանի Շարասյան ուղեկցող մեքենայի վարորդ մայոր Արամ Նավասարդյանը վերաքննիչից պահանջում էր արդարացնել իրեն չընդունելով առաջին ատյանի դատավճռի վճիռը։ Պնդում է ինքը խախտում չի արել, արագություն չի գերազանցել։ Ռուսաստանում սկսվել են ագրեսիայի կիրառման պայմանում միջուկային ուժերին պատրաստման և կիրառման վարժանքները։ Զորավարժությունների մասնակցում է 64,000 զինծառայող։ Դրանք կտևեն մինչև մայիսի 21-ը։ Ներգրավված է ավելի քան 7,800 միավոր տեխնիկա, այդ թվում ավելի քան 140 օդանավ, 73 նավ և 13 սուզանավ։ Զորավարժությունները ներառում են նաև բալիստիկ և թևավոր հրթիռների արձակում Ռուսաստանի փորձարկման վայրերում։ Կքննարկեն նաև Բելարուսում տեղակայված միջուկային զենքի համատեղ պատրաստման և կիրառման հարցերը։ Մայիսի 19-ից 20-ը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կլինի Չինաստանում, սա կլինի Պուտինի 25-րդ այցը Պեկին։ Երկու նախագահների հանդիպումը կհաջորդի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անցյալ շաբաթ Պեկին կատարած այցին, որի ժամանակ Սի Ցինփինը չին-ամերիկյան կապերը բնութագրել էր որպես ռազմավարական կայունության հարաբերություններ։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներն այսօր պետք է Իրանին հարվածներ հասցներ, սակայն չեղարկել է Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների խնդրանքով։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում էր վերսկսել Իրանի վրա հարձակումները, սակայն մտափոխվել է ընդառաջելով արաբական երկրների առաջնորդների խնդրանքին։ Սակայն հանձնարարել եմ ցանկացած պահի պատրաստ լինել Իրանի վրա լիարժեք հարձակման, եթե չհաջողվի հասնել ընդունելի համաձայնագրի, հավելել է Միացյալ Նահանգների նախագահը։ Միացյալ Նահանգները որոշել է ևս 30 օրով երկարաձգել որոշումը, որը թույլ է տալիս գնել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթ։ Ինչպես հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը, որոշումը վերաբերում է միայն ծովային ճանապարհով տեղափոխվող նավթին։ Նշենք, որ Միացյալ Նահանգները ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների մեղմման որոշումը կայացրել էր համաշխարհային շուկայում նավթի դեֆիցիտը կանխելու և էներգակիրների գների կտրուկ աճը զսպելու համար։ Իսրայելը կառավարվում է ֆաշիստական մտածելակերպով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ես կրկին վերահաստատում եմ Թուրքիայի աջակցությունը Գազայի ժողովրդին և նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում Գազային։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերջապես միջոցներ ձեռնարկել Իսրայելի անօրինական գործողությունների դեմ, որոնք անտեսում են միջազգային իրավունքն ու նորմերը, նշել է նա։ Թուրքիայի Մերսին քաղաքում տղամարդը կրակ է բացել ռեստորանում և մի քանի այլ վայրերում գտնվող մարդկանց վրա։ 5 մարդ զոհվել է, 8-ը վիրավորվել։ Հարձակվողը նաև կրակել ու սպանել է իր նախկին կնոջը։ Ոստիկանությունը գործողություն է սկսել հարձակվողին ձերբակալելու համար։ Ես չեմ պատրաստվում հեռանալ, պետք է ծառայեմ այն մարդկանց, որոնք ինձ ընտրել են այս պաշտոնում, ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ի պատասխան իր հրաժարականը պահանջող կոչերի։ Սթարմերի վրա ճնշում է գործադրվում օրերս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նրա ղեկավարած լեյբորիստական կուսակցության խոշոր պարտությունից հետո։ Հոնդիուս Բոսանավը, որի վրա հանտավիրուս էր բռնկվել, ժամանել է Ռոտերդամի նավահանգիստ։ Նիդերլանդների իշխանությունները նավահանգստում կպատրաստեն 23 շարժական կացարան, որտեղ ուղևորները կանցկացնեն 6 շաբաթ գտնվելով կարանտինի մեջ։ Նրանք նավահանգիստ ժամանելուց անմիջապես հետո թեստ են հանձնել, սպասում են պատասխանին։
Ճապոնիայում ձերբակալվել է ԱՄՆ 2 քաղաքացի կենդանաբանական այգու կապիկների վանդակ մտնելու համար, որտեղ գտնվում է համացանցի աստղ դարձած Փանջ մականունով փոքրիկ կապիկը։ Տղամարդկանցից մեկը 24-ամյա ուսանող ցատկել է ցանկապատի վրայով ու մտել վանդակը, իսկ մյուսը նկարահանել է տեղի ունեցածը։ Փոքրիկ կապիկն այս տարի դարձել էր համացանցի աստղ, երբ սոցցանցերում տարածվել էին նրա լուսանկարները, որտեղ նա մոր կողմից մերժվելուց հետո գրկել էր իր փափուկ խաղալիք օրանգուտանին։ Ուզբեկստանում էլ այնպիսի ուժեղ քամի է տեղի ունեցել, որ պտտել է անգամ ատրակցիոնի խցերն իրենց առանցքի շուրջը։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այն ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։